Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ, առաջինի տաղավարում զրուցելու եմ Ազգային ժողովի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ։ Պարոն Եղոյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես, պարոն Եղոյան, Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի եւ Եգիպտոսի նախագահի հրավերով աշխատանքային այցով Եգիպտոս է մեկնում, Մերձավոր Արևելքի խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու եւ փաստորեն Ալիևը նույնպես մասնակցելու է գագաթնաժողովին եւ այս առումով հատուկ ուշադրության է արժանանում հենց այդ հանգամանքը, որ սա կարծեք թե Թրամփի դիվանագիտական մոդելի, այսպես ասած, շարունակությունը կարող ենք դիտարկել, միավորել տարբեր տարածաշրջանի խաղաղ գործընթացները մեկ օրակարգի ներքո։ Այո, իհարկե, եւ օգոստոսի 8-ի հռչակագիրը եւ ընդհանրապես ամբողջ գործընթացը հենց նաեւ դրանով է կարեւոր, որ այն ոչ թե մեկ առանձին վերցած փաստաթուղթ է, որի բովանդակությունը միայն իր տեքստն է, այլ նաեւ այն ունի ուղեկցող բովանդակություն, ամբողջական գործընթաց է ԱՄՆ նախագահի կողմից նախաձեռնված եւ այդ խաղաղության գործընթացում այսպես ասենք, այդ հռչակագիրը կոմպոնենտներից մեկն է, որը ուրեմն կապի մեջ ըստ ինչպես իրենք են պատկերացնում, պետք է գտնվի մյուս խաղաղության գործընթացների հետ, տարածաշրջանային խաղաղության եւ բարեկեցության կոնտեքստում։ Այս առումով սա էլի շատ կարեւոր է կարծում։ Այսինքն կամրապնդվեն խաղաղության իրականացման մեխանիզմները, այսպես ասած։ Այո, իհարկե, եթե արդեն, տեսեք, խոսում ենք Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացից, դե գիտեք, խաղաղությունը բան է, չէ՞, ինքը եւ խաղաղությունը եւ պատերազմը իրանք այդպես հատկություն ունեն տարածվելու, չէ՞, եւ շատ կարեւոր է, որ խաղաղությունը ունենա տարածաշրջանային, այսպես ասենք, կառուցվածք, հա, եկեք այսպես ձևակերպենք, որտեղ շատ դժվար է առանձին վերցած երկու պետությունների միջև, այսպես կղզու նման խաղաղություն կառուցել, երբ 4 բոլորը պատերազմներ են, հա, այդ առումով շատ կարևոր է այս նախաձեռնությունը կարծում եմ։ Պարոն Եղոյան, օրերս լրացավ փաստորեն օգոստոսի 8-ի համաձայնագրի պայմանավորվածությունների 2 ամիսը, բայց այդ 2 ամսվա ընթացքում փաստորեն 5 անգամ Ալիևը հասցրել է կիրառել ուրեմն Զանգեզուրի միջանցք եզրույթը, դուք նկատի ունեմ քաղաքացիական պայմանագրի պատգամավորներ եւ այլն խորհուրդ եք տալիս լրագրողներին ընդհանրապես չօգտագործել այդ եզրույթը, որովհետեւ դա ուրեմն Ադրբեջանի կողմից ուրեմն ըստ էության եզրույթ է օգտագործվող, որը նաեւ մանիպուլացնող։ Ինչի որ մենք խորհուրդ չտանք դուք։ Ահա, չէ, ես ուզում եմ իմանալ քարոզչության գործիք է նրա համար, բայց մենք տեսնում ենք, որ դա որևէ կերպ չի խանգարում Ադրբեջանի շարունակ փաստորեն այս 2 ամսվա ընթացքում այդ եզրույթը օգտագործել։ Ձեր քաղաքական թիմը հետաքրքիր է ինչ գործնական քայլեր է անում այս ռետորաբանությունը կասեցնելու, բացի այն, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ կարծեք թե սա Հորադի Զանգելան ճանապարհի հետ կապված Ադրբեջանի ձևակերպումներն են։ Ինչ քայլեր ենք մենք անում այս եզրույթը ընդհանրապես մերժելու։ Մենք մեր ճանապարհն ենք, մենք ոչ թե մերժում ենք ինչ-որ բան, մենք մեր ճանապարհն ենք կառուցում, հենց այդ է։ Ճանապարհ եւ բարի բուն իմաստով եւ բարի փոխաբերական իմաստով մենք մեր նարատիվներն ենք կառուցում, մենք խաղաղության խաչմերուկ նախագիծն ենք առաջ տանում, մենք TRIP նախագծի վրա ենք հիմա աշխատում, այսինքն հա պետությունները կարող են ունենալ մրցակցող նարատիվներ, շատ հաճախ է այդպես լինում, նույնիսկ գիտեք, նույնիսկ իրար հետ լավ հարաբերություններ ունեցող, ել չասած վատ հարաբերություններ կամ այսպես դեռ անորոշ հարաբերություններ ունեցող պետությունները կարող են ունենալ մրցակցող նարատիվներ, մրցակցող տերմինաբանություն, մրցակցող դա Եվրոպայում էլ շատ տարածված է։ Այստեղ կարևորն ինչ է, կարևորն է նա, որ
այդ տերմինաբանությունը չվերաբերի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին։ Եթե դա վերաբերում է իրենց տարածքին, թող օգտագործեն ինչքան ուզում են։ Սրանով բացահայտ չի մերժում Ադրբեջանը ձեռք բերված պայմանավորվածությունները օգոստոսի 8-ին Չեմ կարծում։ Չէ, ոնց է մերժում։ Նկատի ունեմ նման հռետորաբանություն եւ եզրույթ օգտագործելով, որը իդեպ որևէ փաստաթղթում ձևակերպված Չի մերժում, որովհետեւ այդ փաստաթղթի եզրաբանությունն էլ է օգտագործում իր ելույթներում, բայց այստեղ միայն նարատիվների պայքարի վրա չի, որ մենք պետք է կենտրոնանանք, այլ նաև գետնի վրա արկա իրողությունների, գետնի վրա թող լինի այն իրողությունը, որ մեզ ձեռնտու է, նարատիվը դրան ուղեկցող գործոնն է, եթե գետնի վրա մեզ ձեռնտու իրողությունները, նարատիվն էլ հետևի գետնի վրա իրողություններին։ Չեմ ասում, որ կարևոր չի, բայց ես ուղղակի առաջարկում բանի վրա սենց նյարդային անընդհատ բան չանել, էլի սենց այս նյարդերի պատերազմ է այս առումով Դե եթե նյարդերի պատերազմը ձեր նյարդերը ամիլացրեք, իմ նյարդերը պինդ են։ Ձեր նյարդերն էլ պնդացրեք, եթե իհարկե ձեր նրանց, որոնք ձևակերպումը եզրույթը սֆիններով են ուրեմն ընդունում եւ անդադ շեշտադրում են։ Դե կան ուժեր այդ թվում եւ Հայաստանում, ովքեր որ հենց իրենք են դա օգտագործում, այսինքն հենց իրենք են բերում այդ նարատիվները Հայաստան, այսինքն ստացվում է օգնում են ադրբեջանական նարատիվների տարածմանը եւ այդ դեպքում այս կոնտեքստում իրենք դա անում են դիտավորյալ, դա էլ ձեզ ասեմ։ Թույլատնելու համար մեր հայկական, հայաստանյան նարատիվները, դա մեր նարատիվներն են, չէ՞, այսինքն իրանց համար ինչն է որն է ավելի թանկ, որ իրանց այս ռոպեական քաղաքական շահը ասենք 1-2 շաբաթով, 1-2 ամսով ապրի, թե որ մեր հայաստանյան լավ նարատիվը, չէ՞, մենք լավ ուրեմն գաղափար ենք, չէ՞, առաջ քաշել, դա ընդգրկվել է Հայաստան ԱՄՆ երկկողմ փաստաթղթում խաղաղության խաչմերուկի մասին են խոսում, բազմաթիվ պետություններ առաջատար այդ թվում ողջունել են, բայց կան ուժեր Հայաստանում, որ դա իրենց խղճին թող մնա, որ ոնց որ այսպես ասենք Ադրբեջանի փոխանցումով պասով, հա, այսպես ձևակերպեմ, որ չասեմ բանը։ Դա փորձում են այստեղ տարածել, ովքեր էլ որ համարում են, որ մեր նարատիվը պետք է առաջ գնա եւ նաեւ գետնի վրա դրա համապատասխանող իրողությունները, թող մեր հայկական նարատիվները տարածեն։ Պարոն Եղոյան, Ռոբերտ Քոչարյանն էր անցնող շաբաթ ծավալուն ասուլիս տալիս ու նոյեմբերի 9-ի փաստաթուղթը համարում էր երազանքի փաստաթուղթ, տարբերակ օգոստոսի 8-ի համեմատ, նաև նշում էր համասնակ համ ժպտում եմ։ Ժպտում եմ, որովհետև այդպես էլ հիմնավորապես չէր խոսում այն վտանգների մասին, որոնք տեսնում էր օգոստոսի 8-ին Հայաստանի հետ կապված, բայց մասնավորապես նշում էր, չէ, օգոստոսի 8-ը մերժելով, ասում էր Հայաստանը 0 աջակցություն ստացավ, այսինքն որևէ բան չի ստանում, Ադրբեջանը ստանում է, ուրեմն Միացյալ Նահանգներն ստանում է, Հայաստանը չի ստանում, բայց ստանում է Նիկոլ Փաշինյանը 26 թվականին, փաստորեն սա փաստաթուղթ է 26 թվականին վերարտադրվելու Մենք եկեք մտնենք այդ համաբանության մեջ, հա, եկեք մտնենք, չնայած մակագայթակղություն դա հերքել, բանանել, առարկել եւ այլն, բայց եկեք մտնենք այդ լոգիկայի մեջ։ Եթե այս փաստաթուղթը հաղթաթուղթ է 26 թվականի ընտրությունների համար, ուրեմն այն լավն է, չէ՞։ Չէ՞։ Եթե մարդիկ այս փաստաթուղթը տեսնելով Միջազգային հանրության աջակցության մասով է ասում հավանաբար։ Բայց միջազգային հանրությունը չի ընտրում Հայաստանի իշխանություններին։ Հայաստանի իշխանությունները ընտրում է Հայաստանի ժողովուրդը։ Եթե մարդիկ այս փաստաթղթի մեջ տեսնում են լավը, հույս են կապում եւ փաստաթղթի եւ դրան հաջորդող գործընթացների հետ, հավատ է այն շնչում եւ ողջևորում է մարդկանց։ Ուրեմն այն լավ փաստաթուղթն է։ Ուրեմն ինչի՞ն ենք անհանգստանում, որ այն կօգնի իշխանությունը։ Եթե լավ փաստաթուղթ է Հայաստանի համար, այդ թող օգնի իշխանություններին։ Բայց վատը լինի խանգարի իշխանություններին եւ Հայաստանի համար էլ լինի վատ։ Ավելի լավ չի Հայաստանի համար լինի եւ լավ փաստաթուղթ եւ լավ հետևանքներ, դրա հետևանքով էլ եթե իշխանությանը մի օգուտ կլինի, այդ թող լինի։ Մենք իրանց ընդդիմություն լինելու ժամանակ երբեք չենք ասել, երբեք չենք էլ մտածել նույնիսկ, որ թող Հայաստանի մի վնաս լինի, որ դա օգտագործենք, ասենք իշխանությունը, երբեք, ես ես կարող եմ օրինակներով ասել, եւ ուրեմն քարորիա պատերազմի ժամանակ եւ ուրեմն բանակի հայտնի հիմնադրամը ստեղծելիս կհիշեք օրինակ Նիկոլ Փաշինյանի ելույթը եւ քվեարկությունը ազգային ժողովում, որ շատերն ասում էին, թալանչիները եկել մի հատ էլ ֆոնդի համար են փող ուզում, ինչ ասես վարչապետ, ասես Ժորժ ջան, թալան, դրանով առանձին կզբաղվենք, եթե մեր
զինվորները, մեր զավակները այս ֆոնդից պիտի օգուտ ստանան, եկեք ստեղծենք այդ օգուտը տանք։ Հիմա եկեք երկու հարց տանջատենք։ Հայաստանին օգուտ է այս փաստաթուղթը, թե վնաս է, եթե իր լոգիկայով եմ ասում, եթե ժողովուրդը այս փաստաթղթից ոգևորվելու է, եւ եթե գետնի վրա զգալու է սա առավելությունները, թող այդպես էլ լինի, թող լավ լինի Հայաստանի համար։ Իրենց համար, եթե Հայաստանի համար լավ եղավ, պիտի որ իրենց համար էլ լավ լինի, անկախ նրանից իրանք իշխանություն են, թե ընդդիմություն, չէ՞։ Ենթադրում եմ, եթե այդպես հայաստանյան նորմալ քաղաքական ուժեր են։ Մենք դեռ կգանք իշխանություն, ընդդիմություն, թե ընդհանրապես ինչ հեռանկար ունեն այս գործիչները, ինչպես են պատկերացնում քաղաքացիական պայմանագրին հաղթելու գործընթացը 26 թվականին, դա ներքաղաքական հարցեր քննարկելիս կանդրադառնանք, բայց թուրքական վիլայեթ թե ռուսական գուբերնիա անընդհատ վերջին շրջանում այս երկընտրանքի շուրջ հատուկ կարծեք թե մտածված եւ հանրությանը հմտորեն հրամցված կարծեք թե կործանարար ծուղակ լինի։ Պարոն Եղոյան, այս վտանգավոր խոսույթի դեմ ինչպես եք պայքարելու, ինչպես եք արձագանքում առհասարակ։ Այդ խոսույթը բավականին հին է։ Ես կարող եմ ամենայն պատասխանատվությամբ ասել, որ այդ խոսույթը ստեղծվել է համապատասխան կենտրոնների հատուկ ծառայությունների կողմից եւ ոչ վերջերս, ոչ էլ ասեմ ձեզ նույնիսկ նախորդ դարում, այլ դրան նախորդող դարում 19-րդ դարի վերջից են ստեղծվել այդ խոսույթները, դրա մասին շատ աշխատություններ կան, մանրամասն կարող են մարդիկ, եթե հետաքրքրվում են, ինձ թող գնան, ես կտամ գրականության ցանկ, թե թող գնան կարդան Լեո հերու չլինելու ազգային ժողովի ամբողջ ասացի Թուրքիայի հեղափոխության գաղափարաբանությունը սկզբի համար, թե ոնց էին ուրեմն Օսմանյան կայսրությունում աշխատում հայկական կուսակցությունները, ոնց էին բանանում, ինչ պլաններ ունեին, բացահայտ եւ ոչ այնքան բացահայտ, հիմա էլ մեզ փորձում են էլի տեղափոխել 19-րդ դարի վերջի տրամաբանության մեջ, որտեղ հարթաշուրթի ռուսերեն պլասկագուպցի հարթաշուրթի երկու այդ կողմերով, որի մի կողմը կոչվում է թուրքական վիլայեթ, մյուս կողմը կոչվում է ռուսական գուբերնիա, փորձում են Հայաստանի Հանրապետությունը ճզմել ու սպանել Հայաստանի Հանրապետությունը։ Այդ է իր նպատակը, նման երկընտրանք չկա, որովհետև այդ երկընտրանք կոչվածը հարթաշուրթի շուրթերն են, կողմերն են, որով որ նարատիվների մակարդակում մեզ ցանկանում են ճզմել։ Իսկ մեջտեղում Հայաստան ոնց որ 18-20 թվականների մեր առաջին հանրապետությունը բան արեցին, ճզմեցին, չէ՞։ Այնպես որ մենք պետք է Հիմա ձեր խնդիրը ոչ մի կերպ թույլ չտալ։ Մենք պետք է դուրս գանք առաջին հերթին այդ մտածելակերպից, այդ ֆրեյմից մենք պետք է, դա պարտադրված ֆրեյմ է։ Այդ ֆրեյմից մենք պետք է դուրս գանք, մենք պետք է առաջ տանենք Հայաստանի Հանրապետության շահը, հիմնված բարի դրացիության, տարածաշրջանային խաղաղության, ուրեմն խաղաղ համակեցության կանոնների վրա մենք մեր հարաբերությունները կներենք ոչ Ռուսաստանի հետ ենք պատրաստվում այսպես ինչ ասեմ ինքնանպատակվատացնել, հա, ուղակի վերնագրի համար, ոչ էլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացից ենք պատրաստվում հետ կանգնել այդ նույն տրամաբանությամբ։ Ունենք շատ բալանսավորված հարաբերություններ Ռուսաստանի հետ, Թուրքիայի հետ նորմալ բանակցությունները ընթանում են, շատ ուրեմն դանդաղ, բայց կայուն առաջընթաց այնտեղ կա եւ նույն կերպ շարունակելու ենք առաջ գնալ։ Իսկ ովքեր այդ նարատիվները տարածում են, թող իմանան, որ իրենք տարածում են 19-րդ դարի վերջում կայսերական հատուկ ծառայություններում ստեղծված նարատիվներ ծառայում են դրանց իրենք թող շատ լավ իմանան եւ գլուխ չգովեն թե դա իրենց գաղափարներն է իրենք էլ չգիտեն որտեղից են դա վերցնում Եվ այսպես անցյալ շաբաթվա վերջում նաև Բրյուսելում գլոբալ դարպասներ երկրորդ գագաթնաժողովը պարոն տեղի ունեցավ, մասնակցում էր վարչապետ Փաշինյանը։ Հետաքրքիր է Հայաստանի համար ինչով էր ընդհանրապես այս գագաթնաժողովը կարևոր քաղաքական, տնտեսական, տարածաշրջանային առումով, ընդհանրապես ինչ է տալիս Հայաստանին, որովհետև մենք վերջին տարիներին ոչ միայն այդ
օրը, այլ անընդհատ լսել ենք, որ Եվրամիության հետ մեր հարաբերությունները երբեք այսքան մոտ լավ չեն եղել, դա ասել է վարչապետը Եվրամիության տարբեր ուրեմն պաշտոնյաներ են հայտարարել, արդյոք Հայաստանը բայց կարող է եւ պատրաստ է կապերը ուրեմն ամրապնդել Եվրամիության հետ, որպես նաեւ հակակշիռ Ռուսաստանի Դաշնությանը, պարոն Եղոյան։ Ախր դուք տեսեք, ես ձեզ ասում եք հարթաշուրթի բանից դուրս գանք, լավ, բայց տեսեք դուք ձեզ թվաց թե դուք լավ բան ասեցիք, ամրապնդել որպես հակակշիռ, այ մարդին չի որպես հակակշիռ։ Ես չի ուղղակի ամրապնդել։ Հիմա ես որ այսօր ձեզ մոտեկել եմ հարցազրույցը, չեմ եկել որպես հակակշիռ ձեր մրցակից մյուս հեռուստաընկերության, այսինքն ինչի որպես հակակշիռ։ Դա մեր մեջ էլ է դրվել, Սյանուշ ջան, մեր մեջ էլ է դրվել, որ սա թե նա, սևը թե սպիտակը, աչը թե ձախը։ Պարոն Եղոյան, բալանսավորված քաղաքականությունը մինչև ուր կտանի Հայաստանի Հանրապետությանը։ Այդ ձեր նշած այդ բալանսավորված քաղաքականությունը մյուսներին ուր է տանում, կներեք։ Այսօր Եվրամիությունում չկա պետություններ, որ էլի փորձում են բալանսավորված իրենց չափանիշներին համապատասխան բալանսավորված, պարզ է իրենց բալանսավորվածը մեր բալանսավորվածի չափ բալանսավորված չի կարող լինել, բայց տեսեք, ինչի ենք մենք դա ընկալում որպես ի հակադրություն։ Մենք հիմա ունենք ուղղություններ, որտեղ կարող ենք զարգացնել մեր երկկողմ հարաբերությունները։ Զարգացնենք այդ ուղղությամբ։ Ես դες նաև այսպեսի մի բան ասեմ, ոլորտների առյուծի բաժնում այդ շահերը չեն էլ խաչվում, ասեմ ձեզ։ Այսինքն այն ոլորտները, որտեղ մենք Ռուսաստանի հետ ունենք որոշակի պոտենցիալ, իրանք չեն խաչվում, օրինակ Եվրամիության հետ մեր համագործակցության պոտենցիալի հետ։ Հիմա օրինակ այսպեսի ես դες մի օրինակ բերեմ, հունվար Ռուսաստան տեսակ այդ տնտեսական թվերի, այո, տնտեսական թվերի, հա, ուրեմն Պուտին Փաշինյան մեր առևտուրը Ռուսաստանի հետ անցած տարվա կերկենեմ նույն ժամանակահատվածի հետ համեմատ, այս հատուկ այդ մարդկանց համար, ովքեր 8 ամիսը համեմատում են մի տարու հետ, հա, հունվար-օգոստոս ամսվա տվյալներով այս տարվա հունվար-օգոստոսի մեր առևտուրը Ռուսաստանի հետ կրճատվել է 2 անգամ։ Ինչու՞։ Որովհետև թանկարժեք մետաղների եւ թանկարժեք քարերի եւ դրանից պատրաստված ուրեմն զարդերի ընդհանուր Հայաստանում առևտրաշրջանառությունը, արտաքին եւ ներմուծում եւ արտահանումը նվազել է ավելի քան 4 անգամ։ Իսկ առյուծի բաժինը մենք գիտենք, որ Ռուսաստանից գալիս եւ այստեղից գնում էր։ Հիմա սրանից ինչ է հետևում։ Սրանից չի հետևում, որ մենք հիմա այդ ոսկին բերում ենք բանից, Եվրամիությունից, կամ տանում ենք Եվրամիություն։ Չէ, սա մի ուղղություն էր, մի գիծ էր, որը աշխատեց մի որոշակի ժամանակահատված, կողմերից յուրաքանչյուրին տվեց մի որոշակի օգուտ եւ այդ գիծը հիմա չկա, բայց մեր տնտեսությունը չի կրճատվել բնականաբար 50%-ով, ոչ էլ առավել եւս 4 անգամ։ Ընդհակառակը մենք ունեցել ենք ավելի քան 5%, կոնկրետ 10-րդական թիվը չեմ հիշի, 5.5 թե 5.6% համախառն ներքին արդյունքի աճ։ Դե այլ ոլորտներում ա եղել աճ։ Եվրամիության հետ առևտուրը ուրեմն աճել է 10%-ով, բայց շնորհիվ կամ պատճառով Ռուսաստանի հետ առևտրի նվազման, այսինքն ընդհանուր համամասնության մեջ հասել է 12.2%-ի, 6.8%-ից անցած տարվա հունվար-օգոստոս ամիսների համեմատ։ Հիմա հասել է 12.2%-ի։ Բայց սրանք նույնպես եմ ասում, իրարից առանձին գործընթացներ են։ Տեղի է ունեցել նաև շնորհիվ որոշ ուրեմն կառավարության որոշ որոշումների, մաքսա Թուրքի սուբսիդավորման որոշման հետևանքով նաև գիտեք ձկնարտադրանքի արտահանման թույլտվության հետևանքով եւ այլ։ Ես կառաջարկեմ այդ ծինի ներքո նայել ու բացի այդ խոսացի global gateway-ից, չէ՞։ Global gateway-ը ինքը ինչի մասին է։ Գլոբալ արևելքի եւ գլոբալ արևմուտքի կապի մասին է։ Այստեղ խոսքը այն չի, որ ինչ որ մեկին եկեք ինչ որ մեկին նադու բան անենք։ Խոսքն է նա, որ օբյեկտիվ պատճառներով ճանապարհները կամ սուբյեկտիվ, չգիտեմ, ճանապարհները քչացել են աշխարհում։ Իսկ առևտրաշրջանառությունը համաշխարհային աճել է։ Մարդիկ նոր ճանապարհներ են փնտրում։ Հիմա այդ ճանապարհներից մեկն է անցնում Հայաստանի Հանրապետության տարածքով եւ բնականաբար մենք ամենաշատն ենք շահագրգռված, որ միշտ ասում են, չէ, ասում են, վայ մեր աշխարհագրական դիրքը սենց չի, նենց այ որ լինեինք այստեղ, այ որ լինեինք այնտեղ Իսլանդիայի տեղը լինեինք, Նոր Զելանդիայի տեղը լինեինք, մի ծով ունենայինք, մի գետ ունենայինք, մի չգիտեմ ես ունենայինք, հիմա հազիվ այսպես ասած, այս մի օգուտը
մեր աշխարհագրական դիրքը մեզ այն նման առավելություն է տալիս ճանապարհների հետ կապված։ Ինչի՞ չօգտագործենք դա եւ կամուրջ դառնանք գլոբալ արևելքի եւ գլոբալ արևմուտքի Մեր վերջնանպատակը Եվրամիության անդամ դառնալն է, թե ոչ, նախ անդրադառնանք Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմանը, որ փաստորեն ԱԳՆ-ում եվրոպական ինտեգրման վարչություն կլինի։ Դուք իմացեք դա նախ օրենքից ընդունված եւ երկրորդը մեր կուսակցության տեսեք, շատ են ձեզ քննադատում, որ այնուամենայնիվ համապատասխան օրենքի ընդունումից հետո շատ դանդաղ են քայլերը, ոչ թե ձեզ, այլ ընդհանրապես իշխանությանը տեղի ունենում։ Հիմա վարչապետն էլ հայտարարում է, որ ավելի լավ է այդ մեր ընդհանրապես ապրանքների, ուրեմն Եվրամիության չափորոշիչներին հասցնելը, իսկ Եվրամիության անդամության հետ կապված այսպես շատ հստակ ժամկետները չի նշվում այս փուլում ու Հայաստանը, տեսեք, ես նշեմ, ասեք հենց հիմա նշեմ։ Դուք նշում եք Ռուսաստանի Դաշնությունը, առևտրաշրջանառությունը, որը թեև երկու անգամ նվազել է, այնուամենայնիվ, գիտեք, եթե կա այդ օրը, պիտի Հայաստանը այլևս այդ բալանսավորված քաղաքականությունը չի կարողանալու կյանքի կոչել, ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր այնուամենայնիվ առաջանալու է։ Հայաստանը պատրաստվում է արդյոք այդպիսի գլոբալ փոփոխության իր կյանքում տնտեսական առումով եւ որ ժամկետը Պարոն Եղոյան, մի հապկից դուրս գալու խնդիր է այսքան երկարեց ու դուրս չեկավ Հայաստանը ինչ այսօր։ ԵԱՏՄ-ն, օրինակ ԵԱՏՄ-ից դուրս գալու ինչ ժամկետներ կան, որ քննարկվում են եւ որոնք իրատեսական են։ Ներսում, օրինակ, ինչպիսի քննարկումներ են։ Դիվերսիֆիկացման մասին խոսում ենք անընդհատ։ Ստեղ ոչ մի գաղտնիք չկա, տեսեք, շատ իրավիճակը շատ པարզ է իրականում, պետք չի այդտեղ ոչ քաղաքական կամքի հետ կապված խնդիր փնտրել, ոչ էլ ինչ որ բան, կոնսպիրոլոգիա այդտեղ փնտրել։ Եվ ԵԱՏՄ-ն եւ Եվրամիությունը իրենց էությամբ մաքսային միություններ են։ Եվրամիությունը շատ ավելի ինտեգրված մաքսային միություն է, ավելին է, քան մաքսային միություն, բայց նախ եւ առաջ մաքսային միություն է։ Իսկ ԵԱՏՄ-ն ուղղակի մաքսային միություն է, ոչ այն աշճանի ինտեգրված, ինչքան որ Եվրամիություն մաքսային միությունն է ինտեգրված։ Հիմա մեկ պետությունը չի կարող լինել երկու մաքսային միությունների անդամ։ Հետևություն, այստեղից անում ենք հետևություն։ Ինչքան որ Հայաստանը մոտենում է Եվրամիության անդամակցությանը, ահա այդքանով պիտի հեռանա ԵԱՏՄ անդամակցությունից։ Եթե այդտեղ արվում է Միքայել, այստեղ պետք է արվի Միքայել, այնտեղ Միքայել, այստեղ Միքայել։ Հիմա քանի որ մենք այնպես չի որ մյուս ամիս դառնալու ենք Եվրամիության անդամ կամ մյուս տարի, հետեւաբար նման խնդիր դրված չի, որ մյուս ամիս կամ մյուս տարի մենք ԵԱՏՄ-ից դուրս գանք։ Հենց որ արդեն եկավ անդամակցություն քայլի ժամանակը կամ օրինակ բանը անդամության տեխնացություն, այսպես բան անեմ, մի քիչ մեծ քայլ վերցնեմ, որ բան անենք, որ ավելի բանը ճկուն լինենք, հա, որը պետքա նախորդի խորը եւ համապարփակ առևտրի, ասում խորը եւ համապարփակ համագործակցության համաձայնագրից դուրս մնացած առևտրի ազատ գոտուն միանալու DCFTA-ին Deep Comprehensive Free Trade Area, խորը եւ համապարփակ ազատ առևտրի գոտուն միանալու Այն ինչ Վրաստանն է, էլի ունի, այն ինչ դուրս թողնվեց մեր համաձայնագրից 2012 թե 13 թվականներին, հա, երբ մենք ԵԱՏՄ էինք մտնում։ Սեպտեմբերի 3-ին։ Ահա, օրինակ, եթե դա ստորագրվեց, եթե կախված այնտեղի պայմանավորվածություններից բազմաթիվ ապրանքներ, օրինակ, արդեն պետքա լինեն անմաքս բազմաթիվ ապրանքներով առևտուրը։ Նույնիսկ այդ կետում արդեն կարող է հարց ծագել ԵԱՏՄ-ից դուրս գալու, որովհետև ինչպես որ երկու մաքսային միության անդամ չի կարող միաժամանակ լինել պետությունը, ազատ առևտուր էլ երկու միությունների հետ չի կարող անել, որովհետև կստացվի, որ այդ պետության միջոցով այդ երկու միությունները իրար հետ մտան ազատ առևտրի մեջ, այսինքն համ Ռուսաստանից գա անմաքս, համ Եվրամիություն գնա անմաքս, համ այնտեղից գա անմաքս, համ այնտեղ գնա անմաքս, կստացվի իրենց մաքսային ռեժիմների խախտում, որտեղ իրենք իրար մեջ անմաքսի պայմանավորվածություն չունեն ԵԱՏՄ-ն եւ ԵՄ-ն։
Հետևաբար ահա այն կետում, որտեղ որ եկավ այդ անհամատեղելիությունը, բնականաբար պիտի որոշումը կայացվի եւ բնականաբար պիտի որոշումը կայացվի արդեն իսկ հայտարարված ուղղությամբ, այսինքն ԵՄ-ի ուղղությամբ։ Եվրոպական ինտեգրման վարչություն է ստեղծվում եւ պարոն Եղոյան, մենք այս առումով էլ շատ ենք զրուցել, արդյոք բացի այս վարչությունը չպետք է լինի նաեւ փոխվարչապետ ինստիտուտ, որը հենց կհամակարգի առանձին դուք այո, արժի որ հատկապես հարաբերությունների այս խորհրդության պարագայում արժի որ այո նման ինստիտուտ լինի, դա իմ կարծիքն է եւ ես այն կներկայացնեմ կառավարությանը, այո, կարծում եմ որ պետք է լինի, որովհետեւ աշխատանքը շատ է, ոլորտները շատ են, օրենսդրական բազան մեծ է եւ կարծում եմ որ մի հոգի պիտի կոնկրետ կենտրոնանա այդ ուղղությամբ, իր ամբողջ ժամանակը տա այդ ուղղությանը։ Պարոն Եղոյան, գանք 3+3-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանը Հայաստանում Կոպերկինը հայտարարել է, որ հաջորդ նիստը կարող է անցկացվել Հայաստանում կամ Ադրբեջանում եւ նաեւ հետեւյալ ձևակերպումն է արել շատ հարցեր, որոնք քննարկվում են հայ-ադրբեջանական կարգավորման կամ հայ-ամերիկյան երկխոսության շրջանակում անխուսափելիորեն հարակից երկրների շահերին են առնչվում եւ այնուամենայնիվ 3+3-ը երկխոսության համար օբյեկտիվորեն պահանջված մեխանիզմի է վերածվում հայտարարել է նա նախ դուք ինչ եք մտածում այս 3+3-ը որը 3+3 չկա 3+2-ն հույս է հայտնում, որ Վրաստանը կարող է ինչ-որ պահի դեռ չի մասնակցել, բայց նա հույս է հայտնում, որ ինչ-որ պահի Վրաստանը նույնպես կարող է ուրեմն միանալ այս նախաձեռնությանը, բայց շատերը շատ թերահավատ են եւ առհասարակ գործնականում չեն տեսնում հնարավորություն 3+3-ի ուրեմն շարունակականության։ Հիմա ձևաչափը կա չէ։ Ձևաչափը այսպես կամ այնպես աշխատելով կա եւ մենք էլ եւ այդ ձևաչափում մեր հարևան պետություններն են, չէ՞, ընդգրկված գումարած Ռուսաստան։ Մեր 4 հարևաններն են գումարած Ռուսաստան, որը էլի մեր տարածաշրջանի պետություններից մեկն է։ Մենք ինչ կարող ենք անել, ինչ տարբերակներ կար, հա, մոտեցման։ Օրինակ կարող ենք Վրաստանի նման ասել, որ մենք չենք մասնակցում։ Մենք դրապես չենք մասնակցում։ Դուք գնացեք այնտեղ քննարկեք ձեր հարցերը։ Բայց մենք համարեցինք, որ դա ճիշտ չի։ Որովհետև իրենք որ հավաքվեին, այսպես թե այնպես Հայաստանի, տեսեք, իրենք ասում են, չէ, իրենք Կոպերկինը ասում է, չէ, Հայաստան ամենահարաբանակություններում քննարկվել են հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանային պետությունին, չէ, ասում է դե մի հատ էլ եկեք, մի հատ էլ մենք մերոնցով, այսպես ասած, մենք տարածաշրջանի պետություններով մի հատ էլ քննարկենք, բայց այդ նույն հաջողությամբ, այսինքն ինչ, իրանք այնտեղ քննարկեին առանց մեզ, նաև մեր շահերին վերաբերող հարցեր, հետո մենք հայտարարություն անենք, ասենք ինչ եք այդտեղ քննարկել, մի հատ եկեք ասենք գայիք, նստեիք ձեր աթոռներ կար, դրոշներ կար, գայիք մասնակցեք։ Մասնակցում ենք այնքանով, որքանով հետաքրքիր է թե ինչ են քննարկվում, զուտ տեղեկատվական։ Չէ, շահերի պաշտպանությունը տեղեկատվական չէ, բայց այնտեղ որտեղ որ մեզ է վերաբերում, ով պիտի խոսա Հայաստանի տեղը։ Բայց արդյունավետության առումով թերահավատ եք։ Դա էլ արդյունավետության նկատի գործնականության ավելի գործնական քայլերի։ Այստեղ կարող ենք մի քիչ անկեղծ լինել, բայց վերնագրի համար չեմ ասում, որ վերնագիր դնեք, ուղղակի տեսեք, աշխարհը այսօր այնքան է փոքրացել, այսինքն արագությունը մեծացել է, տարածությունը, այսինքն կոմունիկացիան արագացել է, աշխարհը բարի փոխաբերական իմաստով, բառը երկրագնդը չի փոքրացել, բայց աշխարհը փոքրացել է։ Եվ այսօր քննարկել հենց առանձին, այսպես ասած, տեսեք, այսիշ տարածաշրջանի հարց, դա մի քիչ բան է, էլի, մի քիչ ոնց ասեմ, ամբողջական արդյունքի կարծում եմ, որ չի կարող բերել, որովհետև այդ տարածաշրջանի հարցը, որ քննարկես վերջացնես, այդ արդյունքները այսպես թե այնպես վերաբերելու են եւ ԱՄՆ-ին, եւ Չինաստանին, եւ Եվրամիությանը, եւ արաբական աշխարհին։ Այսինքն այնպես չի, որ մենք այստեղ, գիտեք, մեր տարածաշրջանն էլ հենց իր պատմական ոնց որ բերումով խաչմերուկ է, էլի ու նոր չէ որ խաչմերուկ է։ Այսինքն ինչ էլ հա, էլի, եթե ինչ-որ քննարկումներ լինի, մենք ոչ բոյկոտելու ենք, ոչ բան, բայց հարցը այդ չի։ Առայժմ հայտնի չէ որտեղ կլինի պարոն Եղոյան։ Ինչ որոշում են, որ այդտեղ կայացվի, չէ, պատկերացնենք այդ 3+3 ձևաչափում կայացվել է մի X որոշում։ Դա էլ անդրադառնալու է եւ ԱՄՆ-ի շահերին, եւ Չինաստանի շահերին, եւ Իրանի, բան, ավելի հարավ արաբական աշխարհի շահերին,
Ստացվում է իրանք էլ հետո պետքա նորից կոմունիկացվեն, նորից իրանց հետ իրանց վերաբերող հատվածները։ Ձեզ դեռ հայտնի չէ երբ կլինի Հայաստանը որտեղ կլինի։ Լավ, պարոն Եղոյան, քանի որ ժամանակը շատ արագ է ուրեմն թռչում, ներքաղաքական հարցերին էլ անդրադառնանք, գիտեք, մեր ձևով արդեն քաղաքական հայտ է ներկայացնում, արդեն հայտարարվում է, որ շուրջ 5000 կամավոր նրանք ունեն, վստահ եմ հետևել եք Նարեկ Կարապետյանի ուրեմն հարցազրույցներին, ելույթներին, նա նաև ասում է, որ Այսեր Սարգսյան Քոչարյան տանդեմի հետ ըստ էության չի պատրաստվում, բայց ՀԱԿ-ի մասով դեռ ունի հստակ դիրքորոշում չի արտահայտում հարցազրույցում, ընդհանրապես ինչպես է գնահատում շատ վերջին 1 շաբաթվա ընթացքում գերակտիվություն է Տեսեք, ներքաղաքական շատ հստակ զարգացումներ են, մի կողմից փաստորեն Կարապետյանի թիմը, մյուս կողմից Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ մասնակցելու է, մյուս կողմից Արման Թաթոյանն է, այսպես մյուս կողմից տեսնում ենք Հայրենիք Սամվել Բաբայան միավորում այս ամբողջ եկեք հարցերը հստակ դնենք, մեր ժողովուրդն թող իմանա ոնց չեն պատրաստվում համագործակցել, բա ինչ են անելու։ Բայց թե Ռոբերտ Քոչարյանի հետ չեն համագործակցելու, բա ինչ են անելու։ Նիկոլ Փաշինյանի հետ են համագործակցելու։ Չէ, դա բավարար չի։ Մենք հիմիկվանից էլ արդեն կարող ենք կռահել, թե ՀԱԿ-ը ինչ կշիռ է ունենալու ընտրությունների արդյունքում, բա ում հետ են համագործակցելու, ԿՊ-ի հետ են համագործակցելու, թե իրանք մենակով 50% պլյուս 1 են տանելու։ Ու այդ 3 տարբերակը կա ընդհանրապես, այդ մեր ձևով շարժման համար կա 3 տարբերակ։ Կամ համագործակցել ԿՊ-ի հետ, կամ համագործակցել Ռոբերտ Քոչարյանի հետ, կամ միայնակ տանել 50% պլյուս 1։ Հիմա դուք պատրաստ եք համագործակցել նրանց հետ։ Ես հետաքրքիր է, քանի որ ԿՊ-ի տարբերակներ նշեցիք նման հնարավորություն։ Չէ, ես ասում եմ, կա իրենց համար, մեր համար չէ, ես ասում ԿՊ-ի հետ դե կբացառեն նրանք համագործակցությունը։ Մենք էլ կբացառենք, այդ չի հարցը, դա չեմ, դա Սյանուշ ջան, դուք տեսական, մենք տեսությունից ենք, չէ՞ խոսք, ոչ չասեն, բայց այս տարբերակը մոռացա նշես։ Ասում եմ, այդ ուժի համար կա, ասում կա 3 ճանապարհ։ Հիմա դուք ասում եք, այն մի ճանապարհը 100%-ով փակ է, այո, փակ է, բայց կա այդ ճանապարհը։ Ահա, ասում եմ տեսականորեն, որ ոչ մի բան, ես մի քիչ ակադեմիական ձևով եմ, էլի ասում եմ, կա 3 հնարավոր ապագա ընտրություններից հետո։ Հիմա իրենք ես չեմ կարծում, որ հույս ունեն, որ 50% պլյուս 1 ձայն են տանելու եւ բնականաբար գալիս եմ էլի ձեր հարցին, ոչ իրենք, ոչ մենք էլ չենք պատրաստվում ընտրություններից հետո համագործակցել։ Մնաց այն մի տարբերակը։ Դե պարզա ԿՊ-ի հետ եւ իրանք եւ մենք բացառում ենք, մնում են 2 տարբերակը։ Հիմա թող կոնկրետ հարցն են, իրանք Ռոբերտ Քոչարյանին վարչապետ ընտրելու են, թե չէ, եթե ձայները այդպես դասավորվի։ Թող հիմա ասեն, ոչ թե ասեն նախընտրականում ում է ուզում համագործակցելու են, թե չեն։ Նախընտրականում ընդհակառակը կարող է կատաղի պայքար տանեն իրար դեմ, ինչպես Գյումրիում, ասենք Մարտունի Գրիգորյանը եւ Վարդան Ղուկասյանը կատաղի պայքարում էին իրար դեմ, հետո այդ Գյումրիցու համար ինչ փոխվեց։ Վարդան Ղուկասյանը դարձավ Գյումրիի քաղաքապետ։ Ու հնարավոր է Գյումրու սցենարի կրկնություն նաև։ Ով ուզում է Գյումրիի սցենարը կրկնվի, էլ պետք չի գնա մեր ձևով շարժման ընտրի, կարող է միանգամից Քոչարյանին ընտրի։ Թող գնան միանգամից էլ ինչ չարվում, ձայների կեսը այնտեղ, կեսը այնտեղ, կեսը այնտեղ, ով ուզում է, որ Գյումրիի սցենարը լինի, էլ պետք չի գնալ Սարուձոր։ Թող միանգամից գնան ընտրեն Ռոբերտ Քոչարյանին, միանգամից։ Ինչպես որ Գյումրիում էլ պետք չէ Սարուձորը գնել, մի հատ այն պրոդյուսերին ընտրել, մի հատ այն մյուս տղային ընտրել, մի հատ Մարտունի Գրիգորյանին ընտրել, հետո վերջում այդ բոլորը հավաքվեն իրար գլուխ, Վարդան Ղուկասյանը ինչ են այդ մարդկանց գործը բարդացնում, այդ մարդիկ այդքան ճանապարհ եք ցույց տալիս, եթե բա ինչ անեն, բա անկեղծ պետք է խոսանք, բա այդքան իրար հետ այդքան, ասենք հիմա այդքան մարդ իրար հետ նեղացած մնաց, այն մեկը ասեց ես դրա համար չէի ընտրել, այն մեկն ասեց բա որ ես իմանայի սենց, այն բան ճանապարհ եմ ասում, ուզում են լինի այնպես ինչպես Գյումրիում էր։ Թող ընտրան Ռոբերտ Քոչարյանին միանգամից, համետ մարդ ուժեղ մանդատ կունենա, էլ կախված չի լինի սրա նրա այս կամ այն խաղացողի ձայնից, հա, ուժեղ թող գնան, ինչ ասեմ, որովհետև վերջում սես տենեց, եթե շատ բաժանեցին ձայները, ասեմ ձեզ, այդ բաժանած ձայները հետո համաձայնության բերելու համար այդ գումարը վճարելու է ժողովուրդը էլի։ Ժողովրդի մաշկից են դա հանելու, այստեղ անտեղ մեկին մի քվոտա, մեկին մի փայ տալու համար որտեղից են իրար հետ բարիշելու։ Հո քաղաքական կլասիկ քաղաքական համաձայնության չեն գա։ Միտեղ պետք է բաժանեն, չէ՞, տնտեսությունը, սա, նա։ Ժողովրդի ջանից են դա հանելու։ Թող միտեղ դնեն բոլոր ձայները, որ իրանց ուզած տեխնացուներ կամ ով ուզում է լինի
ԿՊ-ն չլինի տեխնացուն, էլ կիսվելու բան չունենա մյուսների հետ, գոնե կիմանանք ժողովրդին քիչ կկեղեքեն, ասենք այդ դեպքում։ Պարոն Եղայան, թե ամփոփենք ստեցյան քաղաքացիական պայմանագիրն էլ չի ուզելու Գյումրիի սցենարի կրկնություն։ Իսկ ինչ եք արել այլ արդյունքներ գրանցելու համար։ Որովհետև 50+ կարծեք թե որևէ քաղաքական ուժ այսօր չի հավաքում, դե միայն դուք եք հայտարարում, բայց եթե իրատեսական դաշտ կանգ, դուք իրատեսական եք համարում դա իսկապես, թե ուղղակի ասում եք քաղաքական հայտարարության համար, այս համադրությամբ։ Իրատեսական եմ համարում, իսկ ինչու ոչ։ Իսկ ինչու ոչ։ Հա, շատ իրատեսական եմ համարում, այո։ Բայց ինչ էիք առաջարկում, այսինքն Գյումրիում ինչ պիտի անենք, պիտի կուսակցությունների մասնակցությունը արգելեինք, թե ինչ պիտի անենք, ասում են մարդիկ պիտի լինեին բանտում, կներեք, մարդիկ բանտից էլ կան մասնակցեն ընտրություններին, այսինքն դա է լուծումը, հա, այսինքն մեր ժողովրդին մենք պիտի այդպիսի ընտրության առաջ կանգնացնենք, հա, մարդկա բանտից է ընտրվել քաղաքապետ, օրինակ, նման դեպքեր են ունեցել, բանտից ընտրվել են քաղաքապետ, հետո ես ընդհանրապես կողմ չեմ այդ ձևի լուծումների եւ մենք այդ ձևի լուծումների չենք գնում, մենք գնում ենք քաղաքական խոսքի ճանապարհով եւ ես հիմիկվանից ասում եմ, տեսեք Գյումրիին եւ արեք ձեր հետեւությունները եւ Գյումրիի նման ովքեր որ ասում եմ, տեսեք ընդդիմադիր մարդկանց եմ ասում, որ իժուր չչարչարվեն։ Ձայները տարեք դրեք միտեղ, որ հետո իրանք իրար մեջ իշխանությունը կիսելուց գինը ձեզանից չհանեն։ Շատ բարձ անկեղծ ասում եմ, ոնց ասեմ։ Պարոն Եղայան, երբ ասում եք ինչ պիտի անենք, 7 տարի առաջ խոստումներ էին տրվել պատասխանատվության մասով, քաղաքական գնահատականներ պիտի տրվեն, հա։ Բայց գիտեք Վարդան Ղուկասյանը ինչի՞ է մտել քաղաքականություն։ Ինչի՞ ոնց մնաց մեկ էլ մտավ քաղաքականություն։ Դե որ այդ գործերը շատ արագ լինեին, նույնիսկ հայտ չէր ներկայացնի։ Շատ արագ լինեին չէր ներկայացնի։ Դե չէր հասցնի։ Ընտրություններ չեն լինի։ Բան է, նախքին երևի թե պաշտոնյա չի մնացել, նկատնեմ բան, բարձրաստիճան ալեգորիկ եմ էլի ասում, որի բանը, որի վերաբերյալ ապօրինի գույքի վերադարձի գործ չլինի։ Նույն Ռոբերտ Քոչյանի դատախազությունը 200 միլիոն դոլարի պահանջ է ներկայացել։ Հիմա դուք էլ ձեր բանն էլ, ուրեմն լրատվականն էլ, ձեր համակիրներն էլ, մի հատ թողեց հարցով կողմնորոշվենք։ Մենք ուզում ենք իրավական պետություն, եվրոպական ստանդարտներին համապատասխան պետություն, թե բեսպրեդել պետություն։ Չէ, ուզում ենք իրավական, դա մենք հստակ հայտարարել ենք, պարոն Եղոյան։ Ասեն դե հա ինչ կա, բեսպրեդելի մասին չի խոսք, այլ հեղափոխության ընձեռած այն հնարավորությունների, որոնք հեղափոխության ընձեռած հնարավորությունը։ Էսա դատարանով Ռոբերտ Քոչյանից պահանջել 200 միլիոն դոլար։ Էսա հեղափոխության ընձեռած, ով սա համարում է քիչ կամ ոչ արագ, ինչ ասեմ, թող ավելի լավ հնարավորություն ստեղծի։ Մինչև այսօր 500 միլիոն դոլարի չափ, վերջին թվերը չգիտեմ, բայց 500 միլիոն, թե արդեն միլիարդի է հասել։ Ուրեմն վարչապետը դնում է իր էջում գույք, հողատարածք, ակտիվներ, բաժնետոմսեր, սա նանա վերադարձվել է կամ պետությանը կամ համայնքին։ Չեք նայում ինչքան է վերադարձում։ Հիմա ամեն գրածից հետո ասում են հա դե լավ մի հատ հողա, հա դե լավ մի հատ էսա, հա դե լավ մի հատ էնա։ Այսպես կոչված խոշոր ձկների ձևակերպումները հենց այդպես են տվել։ Մարաշի բանի հերոստաշտարակի դիմացի հողերի գները չեք նայում։ Վարչապետը դնում է, չէ՞, դա արդեն ես հիմա մտքով որ հիշում եմ, մի 7-8 կտորի բան է, ամեն մեկը $1 միլիոն, $2 միլիոն, խոշորը ոտ, ասենք $1 միլիոն կները քիչ փող է։ $1 միլիոն հողը, այնտեղ ծաղկաձորում բանը, անտառային հողերը, այն մյուս տեղի գողացված բաները, մանկապարտեզը, այս մի համայնքային տարածք, կներեք մի տեղ Հայաստանի Հանրապետությունում չկա, որ մի տեղ դրված լինի, ասենք $1 միլիարդ գույք։ Հայաստանում էտա մեր գույքի գները այդպեսին են $1 միլիոն, $2 միլիոն, $3-4 միլիոն էտա, բայց գումարում ես իր գլխին դառնում է $1 միլիարդ։ Պարոն Եղոյան, ամփոփում ենք կարճ, դուք փաստորեն իսկապես հավատացած եք այդ 50+ ձայներ հավաքելու, թե սա ձևակերպումը մի քիչ այդպես չէ, որ բանը էլի ես չեմ ուզում, նպատակը այո դա է, եւ ես կարծում եմ, որ մենք արժանի ենք ունենալու այդ աջակցությունը մեկ եւ երկրորդ ձեռք բերված արդեն իսկ ձեռք բերված հաջողությունները ամրապնդելու համար այո մեզ պետք կլինի շատ ուժեղ մանդատ թող մարդիկ նայեն տեսնեն ով ինչ է առաջարկում եթե ուզում են այդ հեքիաթներին լսեն այդ հազարավոր գործարաններ բացելու մասին հեքիաթներ
հեքիաթ, ասենք մարդը այս օրից օգտվելով ասեմ, էլի, ասում է սովետի ժամանակ, նարեկ էլի Կարապետյան, դա հետաքրքիր տղա է, բանը, բայց հազարավոր գործարաններ Վարդան Ղուկասյանն է խոստացել, հա, այն ինտերվյուում է բացում, ասում է սովետի են տարիներին, բանը 10 տարում այսքան ու դա ճիշտ է ասում, այո, սովետական միության առաջի տարիներին խնդիր էր դրած, սովետական միությունը պլան էր դրել, հաց չկա, ջուր չկա, լույս չկա, ջուր չկա, սաղ կտրում ենք, դնում ենք ինդուստրիալիզացիայի վրա ու այո, առաջին, դուք հիշում եք, ավելի ավագ սերունդը, կասի էլի մարդիկ ոնց էին ապրում 1920-ական, 30-ական թվականներին, ամեն ինչից կտրեց, չեմ ասում լավ արեց, վատ արեց, բայց դա այդ պահի հրամայականն էր, պետք էր արագ ինդուստրիալիզացիա կատարել սովետական միությունում, որտեղ հետ էր մնում սովետական միությունը արևմտյան Եվրոպայից, բայց դա այդ ժամանակի ոգին էր, եթե մենք նայենք արևելյան Եվրոպայում այն ժամանակ ասենք Չեխոսլովակիան, Լեհաստանը, Հունգարիան, բան, իրենք էլ էլի դարներ այդպեսին, դարներ ինդուստրիալիզացիա էր գնում աշխարհում, ով չէր ինդուստրիալիզացվում, հետ էր մնում պատմությունից, այդ ինդուստրիալիզացիան եկավ ու ինչ որ փուլում արդեն հասավ իր ստագնացիոն կետին ու կանգնեց հիմա նորից այս դարում արդեն մենք պետք է խոսենք արհեստական բանականությունից, այս դարում մենք պետք է խոսենք ինֆորմացիոն տեխնոլոգիաներից, այո, նաև ինդուստրիալիզացիայից, բայց ոչ 1920-ականների տեմպով, դա անհնար է։ Սովետական միության շուկաները նայեք, սովետական դա այստեղ արտադրված մեր ասենք նայերի տուն։ Արտադրանքը ամբողջ աշխարհը էր գնում, ամբողջ, այսինքն այստեղ արտադրվում է, բայց սովետական միությունից ցանցով աշխարհի կեսը սովետական բանի մեջ է, սոցիալիստական բլոկի մեջ է, չէ, աշխարհի կեսը։ Այն ժամանակվա աշխարհը ո՞նց կարելի է վերցնել, copy paste անել, ասել դա այս բանը դա տեխնիկապես դա անհնար է։ Եթե հնարավոր էր, թող անեին։ Իրանք հրաշալի հարաբերություններ ունեն եւ Ռոբերտ Քոչյանի հետ, եւ Սերժ Սարգսյանի հետ, մեր հետ էլ նես չի որ վատ են եղել, հա, ասեն իրանք եկել ասել են մի հատ գործան ենք ուզում բացենք, ասենք ձուլարան, ասում է պղնձի ձուլարան։ Մենք էլ կամ Ռոբերտ Քոչյան կամ Սերժ Սարգսյանը ասել են չէ չբացես տեղ ձուլարան, եթե տնտեսապես դա իրենց ձեռնտու ունեն, հավատացած եղեք, արդեն վաղուց արել էին, ոնց որ բանն են անում, ասենք տաշիր պիցան են արել, չէ։ Եթե գոնե տաշիր պիցայի չափ տնտեսապես դա ձեռնտու լիներ իրենց, վաղուց արած կլինեին, չէ, դա կասկած կա տեղ։ Շնորհակալ եմ, պարոն Եղոյան։ Առաջինի տաղավարում զրուցում է ազգային ժողովի եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ կհանդիպենք։